Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր միկրոբլոգում ցավակցություն է հայտնել Հնդկաստանի Պահալգամ քաղաքում տեղի ունեցած ահաբեկչության առնչությամբ, հիշեցնենք, որ Հնդկաստանի վերահսկողության տակ գտնվող Քաշմիրում սինված անձինք կրակ են բացել զբոսաշրջիկների խմբի վրա, լրատվամիջոցները հայտնում են 26 զոհի մասին։ ԵԽԽՎ-ում Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի պատվիրակության անդամներն ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանի գլխավորությամբ հանդիպել են ԵԽԽՎ նախագահ Թեոդորոս Ռուսոպոլոսի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը քննարկվել են տարածաշրջանային զարգացումներին եւ ներքաղաքական թեմաներին վերաբերող հարցեր։ Չինաստանը պատրաստվում է բացել մեկ գոտի մեկ ճանապարհ նախաձեռնության նոր գլուխ Հայաստանի մասնակցությամբ, այդ նպատակով Պեկինը եւ Երևանը շուտով համաձայնագիր կստորագրեն տրանսպորտի ոլորտում։ Թուրքական լրատվամիջոցին տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանում Չինաստանի գործերի ժամանակավոր հավատարմատար չեն մինը։ Սիվիլների ափերի մոտ 3.9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժից հետո Ստամբուլում 6.2 մագնիտուդ ուժգնությամբ երկրորդ երկրաշարժն է տեղի ունեցել, երկրաշարժը, որը զգացվել է 10 վայրկյան մեծ խուճապ է առաջացրել քաղաքում։ Թուրքիայի աղետների կառավարման վարչության տվյալներով ստորգետնյա ցնցումները զգացվել են ամբողջ Մարմարայի շրջանում։ Ադրբեջանի եւ Իրանի ժողովրդի հարաբերությունները հիմնված են հազարամյակների խոր բարեկամության վրա, հայտարարել է Իրանի նախագահ Մազուդ Փեզեշքյանը Բաքու կատարելիք այցի նախօրեին։ Փեզեշքյանն ընդգծել է, որ Իրանի եւ Ադրբեջանի ժողովրդների միջև կա հին պատմություն, մշակութային եւ կրոնական ընդհանուր արժեքներ։ Ադրբեջանը Հայաստանին հրավեր է ուղարկել մասնակցելու ԱՊՀ երրորդ խաղերին, որոնք անցկացվելու են օկուպացված Ստեփանակերտում եւ մի շարք այլ քաղաքներում։ Հայաստանը դեռ տեղեկատվություն չի տրամադրել Ադրբեջանում կազմակերպվելիք երկրների երրորդ խաղերին մասնակցության վերաբերյալ, նշել է ԱՊՀ խաղերի ազգային կազմկոմիտեի ներկայացուցիչ Այգուլ Աղաևան։